Պատրաստ ենք աղոթքի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ երկինս ես սուրբ Եղիցի անունքո Եղեսե արքայությունքո Եղիցին կամքո որպես երկինս եւ երկրի ըզհաց մեր հանապազոր եւ այսօր եւ թող մեզ զբաղիս մեր որպես եւ մենք թող մերոց բարդաբանած եւ մի անիրս մեզի փորձություն այդ բրդյաց մեզի չարեն զիքոյ արտայություն եւ զորություն եւ բար հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն որ Հիսուս դուր մեզ իմաստություն ըսխարիս օրհել եւ խոսել եւ գործել առաջիկո ամենայն ժամ իչար խորհրդոց իբանից եւ իգործոց բրդյաց մեզ եւ ողորմիա ու արարածոց եւ մեզ բազմամեղացս ամեն Rametse. Հարի երեգոց և բոլորին, նաև հարի երեգո բոլոր անունց որոնք այս բահում միացած են մեզի Facebook-յան այս ժամբով մեր սերդողությունը սկսինք շարագանի երկեցողությամբ այնինչ որ քաղված է խաղաղական ժամերկության ընթացքին խնդրելով աստուծմե որ մեզի դա այն իր խոստացած խաղաղությունը, ինչ որ խոստացած դալու իր աշակերտներուն։ Եվ շարագանակիրը գսե սուրբը սրբոց երորդություն, մեզ մակրյա կեզի համար պնակության, շնորյա ընտմանգանց արակաստի, հանգչեն ընկես ի հանգողնի, դուր ըս հայցված բարեգամին, ըս փող երից նգանագին, զի ի դվնչյան և կիշերի, դացուկ կես պարս անլրելի, ով սուրբ երորդություն, Մակրե մեզ, որպեսի մեզ վերածես կեզի համար պնակության բայրի, այլ խոսքով դաջարի, և շնորհե մեզի, որպեսի այդ մանուկներուն հետ միասին, մենք ալ հանգչինք այն անգողինի մեջ, գիշեք պատմությունը և որ Քրիստոս պատմեց, թե ինչպես կիշերով մը, բարեգամ մգուկա և թուրը գտագե, գսե հաց տուր ինձի, և բարեգամը ներսեն գսե իմ մանուկներս ներս են գահանգչին մի խանգարել, բայց բարեգամության սիրույն գսե գուկա թուրս և իրեն գուտա այդ հացը, և այդ մտքով է որ նաև շարագանակիրը ներսես շնալի հայրապետը մեզ գիշեցն է, այնպես ինչպես գսե աբիդարանի մեջ այդ պատմությունը հաց ուզեցին բարեգամը, և ըսամ ներսեն իմ մանուկներս կհանգչին գտնանան, այլ խոսքով մեզ այդ հանգիստը շնորհ է, այն հանգիստը, որ այսօր նաև ամբողջ մարդկությունը այդ պնդրդուքի մեջն է, Երևելի լույսը ստեղծեր, դիվ և կիշեր բաժանեցեր, ձակյա մեզ դեր ի կիշերի ըրջարակայց իմանալի, թուն որ երևելի լույսերը ստեղծեցիր, այլ խոսքով արևը և լուսինը, կիշերը և ցերեկը իրար մե բաժնելու համար, նույնպես ալ ձակեցուր մեր մեջ ով դեր, քու իմանալի լույսը ջարակայթը, մանավանդ այս կիշերվան մեջ, որպես այս կիշերը, որ խավարեմութ է, քու լույսով լուսավորված լանք, Դուր համենայն ժամանակի բահմանով աչքո հովանի, ու բահաբան աչըտ միշտ մեզի բահաբանը լա ամեն ժամանակի, սիրո փոհուր արգյալ հերգիր, փորփոքեսի ի հոգիս մեր, քու սիրո գրագըտ երգիր ғրգե, որպեսի նաև մեր հոգիներու մեջ փորփոքի, որպեսի այդ գրագըտ մեզ մակրե զդե փյուրեղացնե, խորուրդ սրտից մեր մակրեսե, լույս գիտության քո փայլեսե, որպեսի մեր սրտի խորհուրդները մակրե, ինչու, որտե մեր սրտի խորհուրդները չարեն, ուզենք կամ չուզենք, այնպես ինչպես գիտեսեր դերը Նոյի ժամանակ, գսե այլևս իմ հոգիս մարդուն վրա պիտի չլա, որտե մարդը իր մանկութենեն անոր խորհուրդները չարեն, կնշանակի է մեր խորհուրդները այնքան ալ փայլուն եւ լուսավոր չեն, եթե երբեք մանավանդ Քրիստոսով չեն Հետևաբար մեր այդ խորհուրդները զդե մակրե մեր սիրտերը, որպեսի քու գիտությանը լույսը նաև մեր մեջ բարի ցակի։ Իքնո մահու մեզ արտուսե, ըզմիդս փոցով քո բարեսե, մեզ ալ արտնցուր մեր քնացած վիճակեն, որպեսի նաև մեր մտքերը քու լույսով փոցավարված, լուսավորված, ըստ այնը զի իդվնչյան եւ քիշերի դացու կեսպարս անլրելի։ Քիշեր ու ցերեկ ու քիշեր ամեն ժամանակի քեզ հարկ դալու համար։ Եկեք երկենք այս շարականը եւ ինչպես ասի առաջ ասած եմ շարականը չերքենք բարձրապես շարական մ երկելու սիրու։
Շարականը երկենք որպես աղոթք բարձրացուցած եւ խնդրենք Աստծուն որ լսե մեզ մեր յուրաքանչյուրի աղոթքը Սուրբը ծրբոց երորդ ուղղություն ըզ մեզ մակյա կես նագություն շնորյան մահանգած նարակաստի հաչիլըտ կես իհանգողնի դուրս հայցված բարեգամին ըսպող երից նգանագին զիդվնչյան երկիշևի դացու կեսված Հարերարդեր, որ քու մեծ կտությամբ հավիտենական հանգիստը պատրաստեցիր, առաքինությամբ վաստակածներուն համար, և կացր հրավերով քեզի կանչեցիր մեղքով ծառապերնվածները։ Շնորհե Տեր, որ մենք ևս անխրով խաղաղությամբ անցնենք այս գիշեր, և մեղքի ծանոթենեն հոգնածներս քու ողորմությամբ հանգստացուր, և արժանի էր հավիտենական հանգիստին, բոլոր սուրբերուդ հետ միասին, միշտ փառավորելով ամենասուրբ երրորդությունը, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից, ամեն։ Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմար, որ հայտնեց ծառվասն մեր, որ
կյանքից մերոց։ Եվ ևս խաղաղությանս դեր աղաչ է սուք, վասն լսելի լինելով դիարն աստուծո ցանի աղաչանած մերոց։ Բարեխոսության սուրբ աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ կտության դիարն աստուծո ամենագալ դեր աստված մեր գեցոյ ողորմյա։ Դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա։ Փառքեզիով երկնավոր հայր կփարավորենք քու սուրբ անունդ եւ փառք ունենք քեզի քու դված բարիքներուդ եւ օրհնություններուդ համար։ Փառք ունենք քեզի, որ այսօրը մեզ մեր յուրաքանչյուրին շնորհեցիր։ Այսօրվան հետ կապված նաեւ իր բարիքներով, իր հաջողությամբ եւ ինչու՞ չէ նաեւ օրը լեցուն նաեւ դժվարություններով, մտահոգություններով, ցավերով ու դարավանքով։ Բայց դարձյալ օրը շնորհեցիր, որպեսզի այդ օրվան մեջ մենք կարենանք տեսնել քու դված բարիքները, կարենանք վայելել քու դված բարիքները եւ այդ բոլորին համար նաեւ շնորհ կտուր մեզի, որպեսզի կարենանք նաեւ փառավորել քու սուրբ անունդ։ Անորամալ շնորհակալ ենք, որ դու մեզ այստեղ հրավիրեցիր, մեր քայլերը դու առաջնորդեցիր, որպեսզի մեր այստեղ հավաքը իր նպատակին ծառայե։ Եվ այստեղ հավաքը բարձավես ժամանակ մանցնելու համար չէ, այլ քու խոսքիդ սերտողությունը կատարելու, քու ներկայությամբ ըտլեցնելու, քու շնորհներով ըտլեցնելու ու մանավանդ դառնալու մեր շրջապատի մեջ աղ եւ լույս։ Ու մանավանդ այս սերտողությունները նաեւ ծառայեցնելու մեր պատրաստության, մեր հոգեվոր աճման, նաեւ օգտագործելու այս սերտողությունները, որպեսզի հավատքի մեր գանթերի մեջ ավելյալ ցետ ունենալու։ Ուստի մեր աղոտ խնդրանքն է, որ այս սերտողությունը դու ինքդ առաջնորդես, իմաստություն դալով բոլորի սանխտիր, խոսողին կամ տելուսողին կամ թիդողին, եւ բաց մեր ականջները, մեր սրտերը, մեր հոգիները, մեր ամբողջ էությունը պատրաստ է, որպեսզի ինչ որ պիտի խոսիս այսօր, ինչ որ պիտի պատկամես, ինչ որ անցյալ են եկած այդ պատկամներդ, այսօրվան համար նաեւ կյանքի գոչելու։ Անորամարար իմաստություն դուր։ Ոչ թե միայն հասկանալու պատկամներդ, այլ նաեւ շնորհքը դուր, որպեսզի այդ պատկամներդ կարենանք մենք կյանքի վերածել։ Այդ պատկամներդ կարենանք մենք հոգևոր սնունդ քաղել, որպեսզի հոգևորապես աճինք։ Այս այդով գաղութենք եւ կխնդրենք ով երկնավոր հայր, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք նեղության եւ դժվարության մեջ են, եւ իմաստնավորի գաղութենք եւ կխնդրենք քեզ մեն, որ հիշես ամբողջ միջին արևելքը եւ այդ ամբողջ տարածաշրջանը, որ այսօր ամբողջ պատերազմով է փրկած, ավեր, գործանում, սպանություն, գոդորած, կյանքեր է որ կխլվին։ Ճիշտ է, այս բոլորի մասին սկիզբեն խոսեցար, պատրաստեցիր, այսօր ամենս պատրաստ է, որպեսզի մեր հոգիները չխրովին։ Ուսի գաղութենք եւ կխնդրենք, որ զորացնես մեզ, հաստատում բայես մեզ, մեր հավատքի կյանքի մեջ, որ այդ նաեւ այդ բոլորին հետ մեկտեղ հստակ էինք ու պատկամները դսելով, երբ որ մարդու որդին կա երկրի վրա հավատ պիտի գտնե արդյոք։ Իդես այս բոլոր երևույթներում ու մանավանդ մոլորեցնող ու մոլորեցուցիչ այդ երևույթներում շատերուն հավատքը պիտի խամրի, շատերուն հավատքը պիտի գործվի։ Ուստի գաղութենք եւ կխնդրենք ով երկնավոր հայր, որ մեր հավատքը հաստատում բայես։ Նաեւ հաստատում բայես բոլոր անոնց հավատները, որոնք խախուտ վիճակի մեջ են։ Քո հայրական սիրովդ եւ հոգածությամբ գտնայիր մեզ մեր յուրաքանչյուրին։ Այնպես ինչպես դու ինքդ խոստացար։ Ուստի կխնդրենք քեզ մեր ականջդ խոնարեցնես, յուրաքանչյուրի սավոտները լսես, խնդրանքները,
Եվ ինչ որ քու կամքը դե քու կամքիդ համացան նաև տնօրինես։ Եվ քու ողորմությունը խնդրելով կսենք, կաղոթենք։ Դեր ողորմյա, Հիսուս բրգիչ մեզ ողորմյա։
Բարի երեգոց եւ բոլորին նաեւ բարի երեգո բոլոր անոնց որոնք միացած են այս վաղուն Facebook-յան այս համացանցի ճամփով ուր որ եք ինչ պայմաններում մեջ որ եք աղոթեցինք եւ աղոթենք որ դեր ինքը բահե այնպես ինչպես ինքը խոստացավ եւ անոր համարալ նաեւ այդ աղոթքը բարձրացուց ասելով ով երկնավոր հայր Գաղութեմ ոչ թե զիրենք աշխարհեն վերցնես, այլ գաղութեմ, որ զիրենք չարեն բահես։ Որ կնշանակե այսօրվան պայմաններում եւ տակավին քալիկ պայմաններում, որ չենք գիտեր ինչ են, բայց վստահությունը ունենք եւ վստահությունը պետք է ունենանք, որ մեզի, ինչպես անցյալին նաեւ մեզի եւ նաեւ քալիկին Քրիստոս ինքը այդ աղոթքը բարձրացուց երկնավոր հորը, ըսելու համար ոչ թե զիրենք աշխարհեն վերցնես, այլ զիրենք չարեն բահես։ Ուստի մեր աղոթքի մեջ այդ վստահությունը ունենանք, որ Տերը ինքը խոստացած է բահել։ Պայմանավ սակայն նաև մենք մեր բաժնով մենք մեր հնազանդությունը եւ մեր հավատարմությունը բահենք առ Քրիստոս եւ առ երկնավոր հայր։ Որովհետեւ որքանալ այո ինքը ճիշտ է աղոթեց, ինքը ճիշտ է խնդրեց եւ ինքը խոստացավ, բայց նաև կա մեր բաժինը, մեր անելիք մասը։ Եվ ադալ մեր հնազանդությունը եւ մեր հավատարմությունն է հանդեպ իրեն։ Այնպես ինչպես որ Պողոս Արաքյալ կպատմի Արիթոմը Գորընթացիներու նամակի մեջ ասելով անցյալին մեր նախահայրերը բոլորնալ Եգիպտոսեն ելան, բոլորնալ Գարմիր ծովը անցան, բոլորը գերան մանանան, բոլորը խմեցին ջուրը, բայց միայն քիչերը մտան խոստացված երկիր։ Որովհետև մնացածը, որոնք չգրցան մտնեն, ոչ թե դարիքի կերումով, որտեղ արդեն բավական դարիք առած էին, այլ ընդհակառակը Պողոս Արաքյալը գսե անաբադի մեջ դարդղնվեցան, ծիրուցան եղան։ Անոնք խայթվեցան գիզով, այրով, օծերով։ Անոնք մնացին անաբադի մեջ եւ չգրցան հասնին միջև խոստացված երկիր։ Բաճար կհիշի Արաքյալը եւ այդ բաճարը գսե ուրիշ բան չէ, եթե ոչ իրենց անհնազանդությունը հանդեպ Աստուծո, իրենց անհավատարմությունը հանդեպ Աստուծո, իրենց անվստահությունը հանդեպ Աստուծո։ Եվ ադիկա Պողոս Արաքյալը գսե այս բոլորը եթե եղան անցյալին, բայց արձանագրվեցան, որովհետեւ քալիք սերունդը անով դաստիարակվի, որովհետեւ քալիք սերունդը այդ բոլորը հիշելով նույն սխալը չնե։ Որ գնշագե ճիշտ է, գգարտանք մենք Աստվածաշնչի մեջ, գգարտանք մենք Ավետարանի մեջ, գգարտանք Քրիստոսի խոսքերը, որ աղոթեց մեզ համար Քրիստոս, խաչի վրա ներեց Քրիստոս մեր մեղքերը, այո, բայց նաև փոխադարձ արդարությունը, փոխադարձ հասկացողությունը նալգա մեր վստահությունը, մեր հնազանդությունը, մեր հավատարմությունը հանդեպ Աստծո։ Եվ այս բոլորը ինչի մեջ կխտանան, հավատարմություն, հնազանդություն, վստահություն, կխտանան հետևյալ արին մեջ։ Ես իմ Փարքս կսե ասված, որևէ մեկուն չեմ դար։ Եվ ես նախանցոտ ասված եմ։ Եվ այդ նախանցոտ ասված հասկացողության մեջ կնշանակեն նախանցախնդիր եմ այն Փարքին, որ միայն իմս է։ Որ կնշանակե մեր այդ հնազանդությունը, մեր այդ հավատարմությունը, մեր այդ վստահությունը հանդեպ Աստուծո այդ Փարքին նկատմամբ։ Ավելի բարձ բարերով կնշանակե, եթե հանդարտ զբատահի, որ մենք մեր դալիք Փարքը Աստուծո, դալու ուրիշին, դալու անխոս, չլսող, չտեսնող, չկալող, գուրկերուն, արձաններուն, ահա այնադեն է, որ արդեն կնշանակե մեր անվստահությունը, մեր անհավատարիմը լալը, Աստծո նկատմամբ անոր մեջ կկայանա։ Եվ ադորաման է, որ գզգուշացն է դերը։ Չլա գսե Պողոս Արաքյալի բարերով։ Չլա այնպես, որ այնպես ինչպես մեր նախահայրերը անաբադի մեջ ցանկացին եւ ուզեցին իրենց համար ասվածներ շինելու եւ այդ ասվածներու շուրջ բարեցին, գերան, խմեցին եւ այդ բարելու, խմելու, ուտելու այդ վիճակը հեթանոսական այդ պաշտամունքի երևույթներու մասին է խոսքը։ Հանդարտ եթե գսե թուղալ այդպիսի բաներու հետևիկ, գիծած է որ նույն վիճակներում պիտի մատնի։ Հետևաբար այս զգաստության հրավերը, այս արտնության, զգուշացումի հրավերը Աստվածաշնչի մեջ դրված,
մտահոգությունը այն է, որ չլնած է հավատացյալները, որ գանչված են Քրիստոսով միանալու իրեն Քրիստոսին եւ երթալու հասնելու մինչեւ հավիտենական կյանքի շարանկություն չլնած է անաբադի մեջ դարդնվինք եւ չկարողանանք խոստացված երկիր մուտք գործել։ Անորամարալ քիչ առաջ աղոթքի մեջ խնդրեցինք եւ ասինք, որովհետեւ նա որ այնպես է, որ այս սերտողությունները իրավես իր նպատակին ծառայեցնեն, որ մենք պատրաստվենք հոգեվոր իմաստով, աճինք մեծնանք հոգեվոր իմաստով, Քրիստոսը թիմավորելու պատրաստության մեջ ըլլանք հոգեվոր իմաստով։ Մեզի համար այս սերտողությունները ըլլան իրավես արիթ, ինչի մեր հոգեվոր կյանքի գանթերի մեջ ավելյալ սետ ունենալու համար։ Չնանք բարձրես այստեղ եղող թիդողի թերին մեջ, բարձրես լսողի թերին մեջ, այլ ընդհակառակը նաև ասկե երբ որ գվերարտանանք մեր դուները անգամ ևս մտածելու թե ինչ խոսվեցավ այսօր, ինչու խոսվեցավ այսօր, ինչ ունի այսօրվան խոսքի ինձի փոխանցելի, որտեղ վերջիվերջո մենք որքանալ գսերդենք Աստծո խոսքն է, որ իբրև պատկան գուքա մեզ յուրաքանչյուրին մտքին, սրտին, հոգին տպչելու։ Եվ ադորաման է, որ երբ որ առակյալը գսե հավատքը գուքան լսել Աստծո խոսքի քարոզուտ են, բայց եկեք տեսեք որ երբ որ այդ խոսքի քարոզությունը տեղի ունենա, ինչպիսի վայրի դեղի մեջ է որ գինա այդ սերնահադիգը, որ Քրիստոս մեզ հիշեցե սերնացանի արագով, որ գնշակը այսօր մենք կլսենք խոսքը, գրնանք լսել խոսքը, ագանչները լավ են մեզ լսողության, բայց եկեք տեսեք որ այդ խոսքը իբրև սերնահադիգ գուքա եւ գինա ջամփու եզրին Ուրտրչուները գուքան և գուդեն այդ հավիկները, սերնահավիկները։ Գամ գուքան գլսենք այդ խոսքը, բայց լսելու ժամանակ մեր մտքեր այնքան խառն են, մեր մտքեր այնքան մտահոգությամբ լեցուն են, որ գնմանին ճիշտ այդ փշոտ վայրերում, որ այդ սերնահավիկը պիտի խեղդվի այնտեղը և պիտի չկարենա իր բդուղը տալու։ Գամ աբարաժոտ տեղեր են, ժայրոտ տեղեր են, արմատ ունենալու խորը, արմատ ունենալու դեղ չունին, Եվ արևու ճարակայտը գրնա այրել զիրենք։ Եվ կան բարար թողի մեջ ինգող սերմահադիկներ են, որ մեկի փոխարեն տալու 30, 60 և 100 Այն խոսքով միտ պանին այն է, որ երբ որ գուքանք այստեղ այս սերտողության, ինչպես ասած են քարսյալ կգրտնեն, որ այս սերտողությունները իրավես ծառայեն մեր հոգիներու պատրաստության, որ երթան թեպի խոստացված երկիր, անապատային թափանումներն ենք, Անապատային թափարումներու ջամփով է որ երթանք։ Եվ ով է որ մեզ գարաչնորդ է, այնպես ինչպես որ անապատի մեջ գարաչնորդ էր զիրենք ամբողջ ժողովուրդը, ամբի սյունով և գրագի սյունով։ Որպեսզի ցերեկ ամբի սյունով առաջնորդված հասնեին, քիշերը գրագի սյունով առաջնորդված հասնեին եւ մնայուն չվելու, մնայուն ջամփորդելու վիճակի մեջ։ Այլ խոսքով, այսպես գայուն վիճակը չէր իրենց վիճակը։ Այն միշտ ջամփորդության եւ անորամարալ ինչ կգոչվեին, բանթուղթներ, բանթուղթ, որ մնայուն գայան չունին, այլ գչվենք, միշտ ընթացքի, երթալու ընթացքի մեջ ենք, որտեղ նպատակագետ ունենք այնտեղ հասնելու նպատակագետ։ Ինչ որ այսօր Պողոս առաքյալ Փիլիպպեցիներուն նամակի մեջ կսե, ապրեցեք ձեր քրիստոնեական կյանքը այնպես որ հասնի նպատակագետին։ Եվ եթե երբեք նպատակագետը չունենք, որ ուղղությամբ է որ կբազեցնի առաքյալը։ Եթե նիզակ նեդը աղեղը պիտի արձակեմ, նպատակագետ մը չունի, թարգետ մը չունի, որ ուղղությամբ է որ կարձակեմ այդ նեդը աղեղը։ Նույնպես այլ իմ համատի կյանքս եթե նպատակագետ մը չունի երթալու, որ ուղղությամբ է որ ես երթամ։ Եթե ամորոշ է դագամի մտքիս մեջ նպատակագետը հստակ չէ, լավագույն առիթն է այսօր։ Խնդրելու Աստծուց որ դուր ինձ իմաստություն, որպես ես կարենամ գոմնորոշվի ինչ է նպատակագետս, թե ուր կերտամ ես։ Գիտեք արտահայտություն մը գա, գույրը կերտա գսե չգիտեր որ ուղղությամբ կերտա։ Հետևաբար այդպես չլա, որ մեր հավատքի կյանքը դուրորեն երթանք, որ չենք գիտեր թե ուր կերտան։ Անորոման ամբողջ ժողովուրդը երբ որ դուրս եկավ Եգիպտոսեն, նպատակագետ ուներ խոստացված երկիր, բայց ինչպես պիտի առաջնորդվի անապատի մեջ։ Գոմնացույցը որ մեկն է, գոմնացույցը GPS կոչված է։ Գրագի սյունը եւ ամբի սյունը իրենց համար GPS էր։ Որպես իրենք առաջնորդ է։ Իրենք ուղղություն չունին, չեն գիտեր որ ուղղությամբ է։
Անաբադի մեջ սայներ չկան, նշաններ չկան։ Այսօր որքան նշաններ կան, բայց հստակ չէ մեզ համար որ ուղղությամբ պետք է։ Անոնար սերտողությունները թող իրավես այդպիսի նշան մըլլա մեզի, մեզ առաջնորդող եւ հասցնող միջև խոստացված երկիր հավիտենական կյանք։ Ուստի թող որ մեր աղոթ կլա, որ Աստվածի իմաստություն դա յուրաքանչյուրիս, որ այս սերտողությունները իրավես իրենց նպատակին ծառայեցնեն։ Եվ այս երկար ներածականեն եւ հիշեցում են հետո մենք անցինք այսօր 102-րդ Սամոսին։ Այսքի առաջ անդրադարձած էի եւ խոսած էի այն մասին, որ Սամոսները երկեր են, հոգևոր երկեր են, ծիսական, արարողական, դաջարի մեջ օգտագործելիք այն հատվածներն են, որպես աղոթք, որ կփարշկացեր առաստված։ Բայց նաև խոսեցանք այն մասին, որ Սամոսները որքան ծիսական, արարողական խոսքեր են, աղոթքներ են, բայց նաև վիճակներ են, որում մասին գարդայդեն, որում մասին կխոսին։ Անձնական վիճակներ են, հոգեվիճակներ են, որոշ դժվարություններում մեջով անցնող վիճակներ են, անհատական են կամ հավաքական են, անհատ անձն է կամ ամբողջ ժողովրդի մասին է, որ խոսողը Սամոսերկուն իբրև ներկայացուցչական, ներկայացուցիչը գարձեկած ժողովրդի, անոնց անունով գխոսի նաև, գարձեք անոնց անունով գխնդրե ինչ-որ պիտի խնդրվի։ Հետևաբար այսօր այդպիսի Սամոս մն է, որ 102-րդ Սամոսը մեզի կներկայացնի, որում վերնակիրն է դարաբող երիտասարդի աղոթքը, դարաբող երիտասարդի աղոթքը։ Երբ որ Սամոսը գարթանք, պիտի տեսնենք, որ ընդհանրապես կխոսի անձի մասին եւ այդ անձի դարաբանքի մասին, որ որոշ նեղության մեջով կանցնի այդ անձը եւ այդ նեղության պատճառով միակ իրեն համար ապավեն հույս, վստահություն Աստվածինք է եւ հետաբար իր այդ նեղության եւ այդ դժվարության համար Աստծո գտին։ Եվ բնական երևույթ մնա, ինչ որ նաև մեզ հիշեցնե, ինչու՞ չէ, մեզ մեր յուրաքանչյուրի վիճակը։ Որովհետև նաև երբ որ Սամոսերկուն ընդհանուր գիծերու մեջ կներկայացնե մեզի, նեղություն որպես նեղություն, առանց հստակորեն ներկայացնելու, թե ինչ է այդ նեղությունը։ Այսինքն հիվանդություն նեղություն է, անկորձություն նեղություն է, տրամական նեղություն է, քաղաքական նեղություն է, մանրամասնությամբ չի ներկայացնի։ Ընդհանուր գիծերու մեջ կներկայացնե որպես նեղություն։ Եվ իբրև ընդհանուր գիծեր ինչու՞ չէ գրնանք նաև մենք զմեզ տեսնել այդ վիճակի մեջ, որ մենք այս կամ այն ցեվով, եթե ոչ այսօր վաղը, եթե ոչ այսօր երեք երևի կամ ամիսներ առաջ, մենք այսպիսի վիճակի մեջով անցած էինք։ Մենք այսպիսի վիճակի մեջով երևի դակավինալ կանցնենք։ Եվ մենք այս երիտասարդի նման մեր աղոթքը կբարձրացնենք։ Աստծուց մեր խնդրելու օգնությունը, որ մեզ դուրս բեր մեր այս վիճակեն։ Ինչ որ կվերաբերի այս Սամոս որպես իր ընդհանուր գիծերու մեջ։ Բայց որովհետև նաև Սամոս հասկացողությունը, Սամոսներ եւ Սամոս հասկացողությունը հadoop դեր ունի Աստծո փրկագործական ծրագրի մեջ, ուստի կնշանակե ոչ թե միայն բարձ գարթալու այս Սամոսները, որպես ընդհանուր գիծերու մեջ ներկայացված գացության երևույթը, այլ անոր մեջ տեսնելու մեսիական բաժինը։ Եվ մեսիական բաժինը կնշանակե Քրիստոսի ներկայությունը։ Որովհետև արիթոմը Էմաուսի ճամփորդներ, որոնք կային, երկու առաքյալներ, աշակերտներ, որոնք Էմաուսի ճամփորդներ կոչվին, ուր ճամփուն տածին իրարու հետ գվիճեին գխոսացեին, թե ինչ պատահեցավ, ակնարկելով Քրիստոսի դարաբանքին ճարճարանքին խաչելության մասին։ Եվ հանկարծ Քրիստոս ներկայություն կդառնա իրենց այդ ճամփորդության։ Եվ կսկսի նախ գլսե մտիկ գնե, հետո երբ որ դում կհասնի, կսկսի հարցումներ հարցնելու, թե ինչն է որ պատահեցավ, ինչի մասին է խոսքը, եւ իրենք կսեն, միտը կսեն դու այս շրջանին չես չլսեցին ինչ դերի ունեցավ։ Եվ երբ որ դում կմտնեն, սեղան կպատրաստեն, եւ Քրիստոս հաց դառնե, կփեգանե, կգտրե, եւ կուտա այդ պահում կսե աչքերը կբացին այդ երկու աշակերտներն։ Եվ այնտեղ նաեւ կսկսի խոսիլ Քրիստոս։ Այն բոլորի մասին, ուր հետևյալ բառերով կսե, չեք կարդացած միթե, թե ինչ կսեն 5 դագարանյան, մարգարեները, օրենքի գիրքերը եւ Սամոսները, որոնք կխոսին իմ մասիս։ Մարգարեական գիրքերը, օրենքի գիրքերը եւ Սամոսները։ Այլ խոսքով ասել գուզե 5 դագարանի, որտեղ այս 3 գիրքերու տեսակները նաև փոխանցությունն են
ամբողջ 5 դագարանյան քիրքերու ցանգին։ 5 դագարանյան քիրքերը 3 խումբի կբաժնվին։ Մարգարեական քիրքեր, օրենքի քիրքեր եւ քութուբիմ։ Քութուբիմ գոչվածը քիրքերն են, որոնց մեջ ներառնված է սամոսները։ Եվ Քրիստոս հստակ օրենքուկը ասելով գարթացած եք վստահ եմ, բայց գարթացեք ասկե հետո այնպիսի ակնոցով, որպեսզի կարենաք տեսնել այնտեղ արձանագրվածը, որ իմ մասից է, որ քրած են մարգարեները, օրենքի քիրքերը եւ սամոսները։ Որ գնշանակ է այսօրվան 102-րդ սամոսը, այդ դարաբող երիտասարդին աղոթքը խնդրանքը խորքի մեջ Հիսուս Քրիստոսի խնդրանքն է։ Հիսուս Քրիստոս դարաբող ծառային խնդրանքն է։ Բայց այնքան հետաքրքրականորեն եկեղեցական հայրերը Դագավին անոր մեջ տեսած են մեկ այլ ուրիշ երևույթը, որ այդ դարաբող երիտասարդը, որ Հիսուս Քրիստոսը կպատկերացնե, անոր հետ մեկտեղ նաև որու դարաբանքի ցայնն է, աղաղակն է, որ կբարձրանա Աստված, եթե ոչ Փեսայի հետ մեկտեղ հարսին, այլ խոսքով եկեղեցիին։ Գնշանակ է Քրիստոսի դարաբանքը խորքի մեջ որու դարաբանքն է, մեր դարաբանքն է։ Քրիստոս որու փոխարեն է, որ հանցն արավ այդ դարաբանքը, մեր փոխարեն հանցն արավ այդ դարաբանքը։ Տեսեք ուրեմն բարձ սովորական դարաբանքի մասին չէ որ կխոսի։ Ինչ որ հաջող մենք գուքանք մեր թշկոհանգը կներկայացնենք, մենք կդարաբինք, մեր ամբողջ կյանքը դարաբանք է։ Պողոս առաքյալ գսե որ դարաբանքի մասին խոսիս դու։ Ինչպիսի դարաբանքի մասին է քու արտահայտություն կամ քու միտքդ։ Իսկ Քրիստոսի բարակային բարձ սովորական դարաբանքի մասին չէ խոսքը։ Այն մեղքին պատճառած դարաբանքի մասին է խոսքը, որ խորքի մեջ մենք պետք է գրեինք այդ դարաբանքը, մենք պետք է ջաշագեինք այդ թարմության փաշակը եւ ինքը հանցն արավ այդ թարմության փաշակը, ինքը հանցն արավ այդ դարաբանքը եւ հիմա գացեք ինքը դառնա խոսնա գծևումը, արցական գծևումը եւ ճշմարտացիորեն ինք դադարած այդ դարաբանքի աղաղակը Եվ այս անգամ հիմա իր հետ միասին նաև ով է որ իր ցայնը կբարձրացնի որպես դարաբանքի աղաղակ եկեղեցին։ Եվ եթե հարցնեք ինչու եւ ինչպես հիշեցեք կամ դարձեք բսակ ամուսնության խորհուրդը, որում մեջ կներկայացնի առաքյալը, Փեսան որպես Քրիստոսը, հարսը որպես եկեղեցին Եվ երկուքը մենք ըլլալու հասկացողությունը, որ կնշանակե հիմա եթե երկուքը մեկ են, ուրեմն երբ որ Փեսան կդարաբի, նաև ով կդարաբի, հարսը։ Հիմա երբ որ հարսը կդարաբի, նաև ով կդարաբի, Փեսան։ Անոր համար Պողոս առաքյալի նամակներում մեջ մենք կգարտան, երբ որ գսե հանգարց կլսեմ, որ այսինչ համայնքի մեջ հավատացյալները կդարաբին, նաև ես ինչ կլնամ, ես ալ կդարաբին։ Եվ որ հավատացյալները գներվին, ես ալ գներվիմ։ Եվ որ հավատացյալները գուրախանան, ես ալ գուրախանամ։ Որովհետև զանազանությունը չկա, անչադումը չկա մեր որպես հարսը եկեղեցին եւ Փեսային միջև։ Ուրեմն գուքա մեզ հիշեցնելու մեր մեջ արթնցնելու գիտակցությունը, որ մեր եւ Քրիստոսի միջև գաբը ինչպիսի գաբ մնե։ Ինչ որ այսօր առավոտյան գխոսեի Գողոսատ Փիլիպեցիներու գրած նամակի ջամփով, որ Պողոս առաքյալն ինչպես կներկայացնե քրիստոնյա հավատացյալին եւ հավատացյալներուն ստատուկոն Քրիստոսի հետ, անգամ որ գսե դու Քրիստոսի հետ միացար։ Գնշագե երբ որ մենք հիմա Քրիստոսն է որ գտնունի իբրև դեր եւ փրկիչ, գնշագե մենք Քրիստոսի հետ միացած ենք եւ պետք է որ լան։ Քրիստոսի հետ գմիանանք։ Եվ adorama Քրիստոս կսե ինչպես ես եւ հայրը մեկ ենք, դու կան մեկ եղեք, ես ձեր մեջ եւ դու իմ մեջս եղեք։ Ընդհանրապես մենք որպես հավատացյալներ ինչպես կարդենք Քրիստոսի ներկայությունը մեր կյանքի մեջ։ Կողքին գեցած կարծեք։ Եվ որ նեղության եւ դժվարության մեջ են իրեն հարցնելու։ Բայց Քրիստոս այդպես չի ներկայացնել։ Ես ձեր մեջն եմ եւ դու իմ մեջս եք։ Մեջիմը վիճակն է, միության հասկացողությունն է, ինչպես այր եւ ին գմիանան գսե եւ երկուքը մեկ մարմին գլան, նույնպես ալ եկեղեցին եւ Քրիստոս երբ որ գմիանան, երկուքը մեկ հասկացողությամբ կներկայանան։
Հետևաբար այստեղ այս երիտասարդին դարաբանքը որ կներկայացնե, Խորքի մեջ նաև հարաճիգային հետոյին, որուն դարաբանքի աղաղակն է հարսին։ Որտեղ այնտեղ գեղեցիկ միջալոց կներկայացնե Եսայի մարգարեության մեջ 61-րդ գլուխը։ 61-րդ գլուխի մեջ կներկայացնե այնպես, որ թուն զիսկսե Փեսայի պես զարդարեցիր եւ հարսի զարդարանքներով մեզիս գեղեցկացուցիր։ Խոսողը Մեսիան է, դարաբող ծառան է։ 58-րդ գլուխը դարաբող ծառայի մասին խոսի Եսայի մարգարեն։ Որ մի հետոսակն այդ դարաբանքին հետոսակն ինչի մասին խոսի։ Քերեցության մասին խոսի, զարդարանքի մասին խոսի։ Այդ բացմուճանին այդ քերեցիկ հագուստի մասին խոսի, հարսանեկան։ Այստեղ նույնն է Խորքի մեջ կներկայացնե իր դարաբանքը, կներկայացնե իր դժվարությունը, բայց հետո նաև ինչը կներկայացնե, այդ փառքը, այդ հաղթանակը, այդ քերեցությունը։ Որ այստեղ նաև դուք հիշեցնելու այս բարակային հարսին, եթե հարսն ալիդը գդարաբի ժամանակի համար, սակայն միշտ սպասումով ինչի, քերեցկության, զարդարանքի, եւ անոր նախաճաշակն է, որ դուք Քրիստոս ինչով, իր հարությամբ։ Եվ այսօր ինչի է, որ կպատրաստվի եկեղեցին, թիմավորելու Քրիստոսի հրաշապար հարությունը, ոչ իբրև ժամանակ հասկացողություն, ոչ իբրև ամիս տվական հասկացողություն, այլ իբրև ճշմարտություն, որ ամեն տարի անով կպատրաստվի եկեղեցին։ Մինչև որ հասնի ժամանակը ավարտը լրումը, որ իր վերջին հանգրվանով թիմավոր է հարուցյալ բրգիչը, Մատթեոս Ավետարանիչի 24-րդ գլխի մեջ ներկայացված։ Եվ պիտի տեսնեք մարդու որդին ամբերու վրա բազմած իր փառքովը, քալու թադելու աշխարհը։ Եվ հետո ամեն տարի երբ որ եկեղեցին գդոնախմբե կպատրաստվի եւ գդոնախմբե Քրիստոսի հրաշապարարությունը, ոչ իբրև թիվ եւ թվական, այլ մնայուն իր մտքի մեջ վերհիշելու, վերաթարմացնելու եւ անով պատրաստվելու, թիմավորելու համար իր հարուցյալ բրգիչը, այնպես ինչպես կսե հրեշտակը քալիլիացիներուն, աշակերտներուն, ով քալիլիացիներ, ինչու այսպես կեցած երգիտ կնայիք։ Այն Հիսուսը, որ ցեզ մե արնվեցավ, դարձյալ պիտի վերաթարնա իր փառքովը։ Որին այսօր եկեղեցին ինչպես կպատրաստվի թիմավորելու իր փեսան, իր այդ քերեցությամբ, քալու նաև մեզ իր հետ տանելու, մեզ նաև քերեցկացնելու եւ տանելու հոն, ուր որ դեր պատրաստած է մեզի համար։ Եվ ամսիկ Սամոսը կսկսի հետևյալ բարերով դեր լսե իմ աղոթքս, մդիկ ըրե աղաչանքս, երես մի թարցներ ինձ մե, երբ որ նեղության մեջ եմ, ագանչը ինձի խոնարեցուր, երբ քեզ գանչեմ, շուտով պատասխան դուր ինձի։ Եվ այս առաջին երկու համարները եբրայական մտածողության մեջ գրտնություններ են, կգրտնեն տարբեր բարերով, բայց նույն միտքն է որ գարդայդը։ Առաջին դեր լսե աղոթքս, մտիկ ըրե աղաչանքս, որտեղ այդ աղոթքը, աղոթք հասկացողությունը անոր մեջ կա կամ շնորհակալություն, անոր մեջ կա կամ աղաչանք, խնդրանք, բաղաданք, կամ շնորհակալություն պարապանանք, կամ նաև խնդրանք ցավի դարավանքի մեջ եղած։ Այս վարակային գսել լսե աղոթքս, նաև մտիկ ըրե, որ կնշանակե լսելը, եթե բարձվես պիտի լսե, բայց մտիկ գնելը նաև կնշանակե ավելի ուշադրությամբ լսե, ավելի միտք թիր, այսինքն լսել գուսե իմ այս աղոթքներս, որ հիմա աղոթեմ կամ պիտի խնդրեմ, աղոթքներս պիտի ներկայացնեմ, թող որ այնպիսին չլա հարևանցի։ Դեք հաջող երբ որ երկոքներ կխոսին, մեկը կխոսի մյուսը կլսե, բայց գրնալան որ մտիկ չնե։ Հետո եւ որ գսե մյուսին խոսողին, ինչը սիր նորենս է, որ գշե ինքը միան լսեց, ցայն մը լսեց, բայց մտիկ չրա, անորամար խոսողը գսե երևի մտիկ չրիր, ուր է խիպտ, ագանչը լարե, ուշադրությամբ մտիկ հրե, այստեղ լսել գուսե դեր լսե աղոթքս, մտիկ հրե աղաչանքս, մանավանդ երես մի թարցներ, երբ որ նեղության մեջ է։ Եվ այս երես մի թարցները Աստվածաշնչի մեջ այն ահավոր վիճակն է, որ կներկայացնե Աստծո եւ մարդու միջեւ։ Եվ երբ որ գսե երես մի թարցներ, կնշանակի այլևս կարևորություն պիտի չտաս։ Այնպես ինչպես մեկ այլ շարժայնություն կա, երբ որ գսե Տերը Աստված Երեմիա մարգարեին,
Այս ժողովրդին համար իսայելս մի աղոթ էր, որը պիտի չլսեն ես։ Այլ խոսքով երես պիտի դարձնեն։ Եվ ինչու է, որ եւ ինչն է պատճառը երես դարձնելու։ Մեղքը։ Խորքի մեջ քիչ աճ որ գսե ինչի դարաբանքի մասին է, որ աս երդասարտը կդարավի։ Մեղքին պատճառած դարաբանքը։ Անոնհամար ինչու է, որ կփորձենք այս Սամոսը նաև տեսնել կամ գարտալ մեսիական ակնոցով, ասո փրկագործական ծրագրի մաս կազմող ակնոցով, որպես անոր մեջ տեսնենք, եթե Քրիստոսի մասին է, Քրիստոս ինչով է որ մեղավոր է, որպես այս աղոթքը խնդրել իբրև դարաբանք, ընդհակառակը, անոնհամար է, որ ինքը հանց ընկարն այդ բոլորը, ինչ որ Գեթսեմանեի բարձի մեջ կներկայացնե, եթե կուգամ կդե, որ այս բաժակը խմեմ, թող որ գամ կդլա, բայց կփափակին, որ ինձ հերացնես այս բաժակը, որտեղ թարմության այդ բաժակն է։ Գիտեմ ինչի բաժակ է։ Մեղքին պատճառած բաժակն է, մեղքին պատճառած, մեղքին արդյունքը եղող այդ թունավոր թույնն է, որ այս բաժակի մեջ լեցված է, որում ուրիշ բան չէ, եթե ոչ մեղքին պատճառած Աստծո թարմությունն է, Աստծո փառությունն է։ Եվ այդ փառությունը ինչով արտահայտեց Աստված։ Իր միածին աշխարհ գրելով փոխան մարդուն իր միածինը խաչ աներով եւ այդ անցած շաբթուն տեսանք ինչպեսի տակավորումն է որ ինչ սկսավ արտահայտել որու մասին Աստծո մասին խոսելով ինչին Աստծո սիրուն եւ արդարադատության մասին որ Աստված ինչպեսի սեր ունի ինչպեսի անսահման սեր ունի մարդուն հանդեպ եւ Աստված ինչպեսի արդարադատ Աստված է որ մինչեւ ինչ չխնայեց իր մեկ հատիկ որդին որ խաչվի եւ այդ արդարությունը դեղի ունենա որ ուրիշ բան չէ, թե ոչ սիրո արտահայտությունն է։ Անով փրկելու, ազատելու մեղավոր մարդը այդ ինչ է, պատիժ է, այդ կատաբարդությունը։ Եվ համասիկ երբ որ կշարունակե գսե, ագանչը ինձի խոնարեցուր, երբ քեզ գանչեն, շուտով պատասխան դուր ինձի։ Եվ այնպիսի արտահայտություն մնե, որ պատկերավոր ցեղով կներկայացնեն։ Գազեք հարազատի բարեկամի մեկ արտահայտությամբ, գսե ագանչը մոդեցուր ինձի։ Ագանչը խոնարեցուր, լսե աղջակս, աղոտքս, մտի գրել։ Ու մանավանդ խնդրանքս է, որ շուտով պատասխանես։ Ինչու շուտով։ Մենք գիտենք, որ ժամանակ հասկացողություն մգա։ Ինչու շուտով։ Եվ ասկա փնական ամեն մեկ մարդու արտահայտությունն է։ Շուտով սպասելու ամեն ինչի պատասխան։ Շուտով ուզե ստանա այն ինչ որ կխնդրե։ Եվ անհամբեր կսպասի այսօր քիշեր գաղութ է, վաղը դակամին չլուսած, գարդնա ասելու համար նայինք այսօր պիտի դա իմ խնդրանքս կամ ոչ։ Բայց ուրիշ բան մնա կա այս շուտովի մեջ։ Եթե իբրև մարդ մտածենք, երևի նաև մտածենք այն մասին, որ եթե շուտով չպատասխանեց, հանգարց մենք ինանք հուսահատության մեջ։ Ինչու չպատասխանեց, ինչու ուշացա, ինչու գուշանա, երբ պիտի պատասխանե։ Եվ այդ անհամբեր ըլլալու վիճակը մեզ տնե այսական ուրիշ կացության մեջ, հուսահատության, անվստահության, Աստծո հերացումի։ Անորան թավիկ մեկ այլ ուրիշ դեմը Սամոսը որ ունի գսե համբերությամբ սպասեցի Տիրոջ եւ անիկա եկավ հարմար ժամանակի օգնության։ Որ կնշանակե ճիշտ այստեղ արտահայտվի որպես մարդը Որտեղ չմոռանանք երբ որ Քրիստոս աշխարհ կա կներկայանա նաև որպես մարդը ներկայացնելու մարդը եւ կներկայանա որպես մարդը ճշմարիտ ու դատարյալ մարդը ոչ թե երևակայական մարդը ոչ թե վերացական մարդը այլ ճշմարիտ շոշափելի մարդը անոնոմար արաքյանները գսեն մենք տեսանք մենք լսեցինք մենք շոշափեցինք զինքը փանը որ մարմնացավ, մարդացավ, մեր մեջ բնակեցավ, երևակայությունը չէ, վերացական արտահայտությունը չէ, ալիենը չէ, օդարականը չէ, այն մեզ նման մարդ է, հետևաբար իբրև մարդը նաև արտահայտի այստեղ, ասելու համար շուտով պատասխան է այդ աղոթքից, որտեղ նեղության դժվարության մեջ է, եւ կսկսի մեկ այլ ուրիշ երևույթի մասին, ներկայացնելով իր կյանքի վիճակը Եվ ամասիկ այստեղ է, տեսեք, այդ երկու թերերն է, որ կխաղագարցեք, եթե Քրիստոսի մասին է իր դարաբանքն է, որ կներկայացնե, մյուս կողմը նաև կներկայացնի, որ այդ դարաբանքին եղող պատճառը ինչն է, մարդկությունն է, մարդկությունը,
Մարդկության հոգեվիճակն է, մարդկության թերն է այս երկրի վրա, ինչպիսի մարդ արարած մնե այլ խոսքով։ Եվ կներկայացնի մարդուս իրավիճակ, քոյավիճակը եւ գսե, որովհետեւ կյանքս ձուխի պես ցնտեցավ, ոսկորներս չոր փայդի պես այրեցան, խոդի պես գդրվեցա եւ ապրելու ցանկությունս մեջս մարեցավ, նույնիսկ գերագուր ուտելու ախորժակս կորսնցուցի։ Եվ այստեղ կներկայացնի մարդուն իր վիճակը, պատկերավոր ծևով, ձուխի պես գսե ինչ տեղի ունեցավ, կյանքս ցնտեցավ։ Ձուխը ինչ կներկայացնի մեզի պատկերավոր, բանը որ կբարձրանա, չէ, երբ որ ձուխ մգա, գրակ մգա, եւ այդ ձուխի բաճա, գրակի բաճարակ ձուխը որ կբարձրանա, հետո սակայն օդի մեջ գծնտի։ Գսե մարդուս կյանքն է, ու մանավան այն մարդուն կյանքը, որ հբարդությամբ լեցուն մարդն է, հբարդությամբ, գնմանի այդ ձուխին, կբարձրանա գարձեք ծևոմը, բայց հետո գծնտի, այնտեղ չկա այլևս։ Դագավին չսելոման մարդուս կյանքն գնմանի գսե նաև այդ չորցած խոդին, անոր օրերը կհաշվին, կհամրվին մադի վրա։ Եվ այստեղ մարդուս հոգեվիճակ, փոյավիճակ, դեսակն է որ կներկայացնի, ինչպիսի մարդ արար, այս է մարդ արարածը։ Եվ այստեղ ուկա քարդանը գացեկա թերագադարը, ներկայացուցիչը, որ մարդուս այս վիճակները ուղղե եկան, որովհետև գերագուր ուդել նիսկ մեջս այդ ախորժակը գործընծուցի եւ որ գերագուրի մասին է դրախտի բարդեզի մեջ Աստծո տված ուդելիքը եւ որն էր Աստծո տված ուդելիքը դրախտի բարդեզի մեջ իր խոսքին ճաշակումը իր խոսքը ճաշակել ուդել անոր փոխարեն ինչ ուզեց ուդել Չարին հրամցուցած բդուղը։ Անոր համար է, որ փորձության ժամանակ անաբադի մեջ Քրիստոս ինչ կսե փորձիչին, եւ որ փորձիչը գուքա եւ կսե գիտեմ որ անոթի ես, ըսե այս քարերուն հաց ըլլան։ Եվ Քրիստոս կսե մարդը միայն հացով չէ, որ գաբրի, այն նաեւ Աստծո խոսքով։ Գնշագեր մարդուս համար կյանք ունենալը նաեւ ինչն է որ քեզի կյանք կուտա։ Աստծո խոսքը։ Աստծո խոսքը քեզի կյանք կուտա։ Բայց դահունի ինչ կնշանի Աստծո խոսքը ինձ կյանք կուտա։ Այլ խոսքով կպատրաստի այդ խոսքը ինձ թևի կյանքի, թևի ճշմարիտ կյանքի։ Որտեղ երբ որ Քրիստոս ասե ես եկա որպեսզի կյանք ունենաք եւ առավել կյանք ունենաք, եւ երբ որ ասե ես եմ որ եկա եւ ես եմ Քրիստոսը, որ խոսքն էր, բանն էր Աստծո, սկիզբեն բանն էր, Աստծո կողմն էր, Աստված էր, ամեն ինչ անով եղավ եւ նույն այդ խոսքը մարմնացավ, մարդացավ։ Գնաշական այդ խոսքը իբրև գերագուր երբ որ գուտեմ Այդ խոսքը երբ որ գունենամ, երբ որ իր ներկայությունը միշտ ունենամ իմ կյանքիս մեջ, նաև զիս կարաշնորհի թեպի ուր, թեպի այդ կյանքը։ Բայց մեր կտեսեք ինչ հրավ ինձի։ Պատճառ դարձավ, որ նույնիսկ այդ ուտելիքը եւ այդ ուտելիքի նկատմամբ ախորժակս գործընծնեմ։ Հարաչելեն մաշեցա, չոր ոսկոր մնացի, գնմանին անաբատ ինգած հալուսինը պելեկնն է, Թրջունի դեսակ, գամ փույիմը, որ ավերակներու մեջ կնստի, անկուն մնացած գնմանին տանիքի վրա մինակ նստած ջնջուգին, երեք տարբեր դեսակի թրջնասկիներ, թրջունի դեսակներ, երեք տարբեր դեղերու մեջ։ Եվ եկեղեցական հայրեն այս երեք թրջուններու մեջ եւ երեք դեղերու մեջ կտեսնեն Դարձյալ Քրիստոսի ներկայությունը։ Թե ինչպես անաբադի մեջ կնմանի այն թրջնասկին, թրջունի դեսակին, որ անաբադի ինգած է, գնմանի փույի, որ ավերակներու մեջ է, եւ գնմանի անկում մնացած, տանիքի վրա նստած մինակ ջնջուգի։ Ինչն է, որ անաբադի վերածած է։ Մեղքը, մեր կյանքը անաբադի է վերածած։ Ինչպես Սամոսներու մեջ կստե։ Հոգիս գնմանի անչրտի դեղերու, ջաթրդած, չուր չկա այնտեղ այնպես։ Բայց որ չուրը։ Գենթանի չուր, կյանքի չուր, Աստծո տված չուր։ Ինչ որ խոսեցավ Քրիստոս Սամարացի կնոջ։ Դու գուքաս այստեղ չուրվոր, որպեսզի քեզ համար չուր վերցնես։ Բայց ես քեզ դիտամ այնպիսի չուրը, որ քու հոգիդ պիտի ջայթկե չուրի աղբյուրներ։ Եվ ավետարանի չլսե, ադիկա ագնարգելով Սուրբ Հոգին։
Եվ որ չկա Սուրբ Հոգին ներկայությունը մեր մեջ, այդ հոգին գջաթրտի։ Այդ հոգին կնմանի անապատի, անչպի չուր չկա։ Եվ երբ որ անապատ է կնշան այնտեղ կյանք չկա։ Եվ ես կսեմ նմանեցա այդպիսի, որ ինքը անապատի մեջ։ Կնմանին փուի, որ ավերակներու մեջ կբնակի։ Եվ ի՞նչն է ավերակը։ Մեր հոգի ավերակը, մեղքի պատճառած ավերակը։ Եվ կամ կնմանին ջնջուկի անկում մնացած դանիքի վրա նստած առանցին։ Թշնամիներս կնախադեն զիս օրնիփուն, անոնք որ երեք զիս կփովեին, այսօր անունս կկործածեն անեցքի դեր։ Այսալ կհիշեցնե օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները, որոնք ամեն անգամ կգային Քրիստոսի եւ ինչ կսեին։ Վարդապետ, այս խոսքերը մեկը չէ խոսած ասկի առաջ։ Այս հրազները մեկը չէ եղած ասկի առաջ։ Բայց արդյոք կարելի է գայսրին դուրս տալ, օրինակ։ Արդյոք կարելի է, որովհետև Մովսես ավարազանի ամուսնալուծման թուղթը դալու, չդալու, արդյոք կարելի է ամուսնալուծել կամ չլուծել։ Տեսեք, այս երկու քերագադարությամբ եկած էին երկուկային ամեն անգամ, երբ որ կներկայանային Քրիստոսի։ Վարդապետ գիտենք, որ քու ուսուցումները, քու ասիչները, քու խոսքերը, քու բժշկությունները, դրաշակորձությունները դասկարած մեկը չերած, բայց անթին նաև ինչպիսի այսպես գեղձությամբ, նենքավորությամբ այն մարդիկը, որ զիս կքնահատեին կարծեք ծերողն։ Բայց ատամպոչ քննադանքները ինչ էին։ Ձանու ձանանք, գեղձիկ։ Սակայն խորքի մեջ իրենց սրտերում մեջ ինչ կար։ Ադելությունը, թշնամությունը, որ միան արիթմն է, որ կփնտրեին ինչ կնեն, որպեսզի զինք այլևս վերցնեն մեջտեղեն։ Եվ ադորամար ավետարանի ամեն անգամ կներկայացա արիթմը կփնտրեին։ Եվ այդ լավագույն արիթը, որ հայտնվեցավ իրենց Հութայի ճամփով։ Բայց եւ այնպես այստեղ կներկայացնեն նույն այն մարդիկը, որ զիս գփովեին երեք այսօր անունս կկործածեն անեցքի դեր։ Հացի փոխարեն մոխիրն է հիմա իմ գերագուրս, արցուկի խառն է խմած ջուրս, որովհետև սրտ մտությանդ ու զայրույթիդ պատճառով զիս բռնեցիր, նետեցիր։ Հացի փոխարեն մոխիր։ Մոխիրը ընդհանրապես աստվածաշնչի մեջ եւ մանավանդ 5 դագարանի մեջ խորհրդանիշ է ապաշխարության։ Եվ նաեւ մոխիրը այս բարակային արտահայտություն է նաեւ մահվան։ Այսինքն կյանք չմնաց մեջս։ Մեղքը զիս այնպիսի վիճակի եւ ադիկա դուքա այն մույս երկու բարերու կործածել քու զայրույթը եւ փարվությունդ ըրավ այնպես որ զիս նետեց։ Եվ ադիկա անդրադարձի արիթ է մարդուն։ Ինչ որ մեծ մահքի երկրորդ կիրակին առաջինը խումբարիգենտան, երկրորդը արտաքսումն է, դուրս վրընդելն է։ Այդ վրընդելը նաև արիթ է մարդուն գիտակցության, վերաթարնալու իր զգաստության։ Սկսի մտածելու այն մասին, թե ես ուր էի, հիմա ինչ վիճակի մեջ եմ, այնպես ինչպես որ հաջորդող գիրագին, անարագի գիրագին է, իմ զինքին քալու եւ ասելու ես հիմա ինչ վիճակի մեջ եմ։ Ուր էի, ես հիմա ինչ վիճակի մեջ եմ։ Եվ ուր պետք է որ վերաթարնամ։ Տեսեք, անդրադարձ գիտակցություն է նաև վերաթարնալու ծրագրով, որտեղ բավարար պիտի չլա միան անդրադառնալու, ուր էինք հիմա ուր էինք, այն նաև հանցն առնելու, հանձնարարություն ունենալու, վերաթարնալու ջամփան փնտրելու գտնելու, եւ այդ վերաթարցի ջամփում մեջ ըլլալու, որպեսզի հասնելու հոն ուր որ մեզ կսպասե, եւ հետեւաբար արգսե հացի փոխարեն իմ ասեսա ուտել մոխիր, եւ ջուրը որ գխմեն ինչպիսի ջուր մնե Արցունքով խառն, եւ այդ արցունքը ինչի արցունքն է, թարնության, մեղքի զղջումի ապաշխարության, եւ սակայն այս բոլորը, որովհետեւ սրտ մտությանը եւ փառգությանը պատճառով զիս բռնեցիր, նետեցիր։ Եվ աստծո փառգությունը եւ սրտ մտությունը դարձյալ մարդուս պատճառած մեղքին հետևանքն է, արդյունքն է։ Որ կնշանակի տեսեք մեղք կոչվածը ինչ է, ամոր փնույթի մասին խոսի։ Եվ ինչ կն է եղել մեղքը մեր եւ Աստծո միջև գաբին։ Անթունդ է որ կգծե, անթունդ, վիհ է որ կբացվի։ Եվ ադորամանան հիմա կփորձե այդ վիհը, այդ անթունդը կամրջելու։ Եվ Քրիստոսի խաչը մի ելա կամուրջը մեզ միացնելու Աստծո հետ։ Եվ հետևաբար
Գյանքս արդեն անցել է, իրիկնային ստերի վես, եւ ես ցանկեր եմ խոդի վես։ Բայց վերջի մարդուս կյանքը գնամանի ինչի, այդ շուքին, ստերին։ Որտեղ գսե երբ որ արևը գծակի, եւ ամբողջությամբ գճարակայքի այլևս, այդ ստերն է գծընթի, չկա այլևս, որ նշάει մարդուս կյանքը գնամանի այդպեսին եւ արավել եւս եւ գծամքի գնամանի խոդին, բայց տուն ով դեր, հավիդյան կհագալես, գալի բոլոր սերունդները պիտի խոսին քու մասիդ։ Եվ ադենն է, որ կտա Սիոնին, հասած է ժամանակը, որ կտությունը ցույց տաս։ Եվ տեսեք գարույցն է, որ հիմա երկրորդ բաժնին կանցնի, ներկայացնելով իր դարավանքը, իր վիճակը, իր փնություն վիճակը, իր հոգե վիճակը, եւ այդ վիճակին թիմած նաեւ այս անգամ Աստծո դերը եւ թերը։ Իսկ քանի իմ կյանքս ներողություն, քանի իմ կյանքս խոդի նման է, ստվերի նման է շուտով գծընթի, ինչպես գսե ժողովրդային ասացված այսօր դամ բաղը չգամի հասկացողությամբ, բայց հարաբերաբար իմ վիճակից, որ այսօր դամ բաղը չգամ, թուն հավիտյան գաս, եւ իբրև այդպեսին, որովհետեւ հավիտյան գաս, ելիր, այնպես ինչպես քու խոստումը դե, քու ծրագիրը դե, հասած է ժամանակը, հիմա ադենն է գսել, քու կտությունը ցույց տալու։ Վերը ներկայացուց, որ դու զիս վրընդեցիր, դուրս նետեցիր, քու փարգությունը, քու զայրույթը արտահայտեցիր եւ արդարացի էր, որտեղ մեղ գործեցինք մենք, բայց ամիջապես կհիշեցնեն, ոչ թե Աստծո կհիշեցնեն, այլ ինքին կհիշեցնեն, որ ինչպիսի Աստված մնե, որուն հետուն դավ ունիս, որուն հետուն գուզես դավ ունենալ, որտեղ կտած Աստված է, ողորմած, հետևաբար գսե ելի ժամանակն է, որ կտա Սիոնին, հասած է ժամանակը, որ կտությունը ցույց տաս, մենք ծառաները սրտովին կապված ենք անոր, ամեն մեկ քարի որում կապված ենք Սիոնին, եւ ինչ է Սիոնը, Աստծո քաղաք որպես ճանցված, եւ ովքեր կային Աստծո քաղաքի մեջ, որ Աստծո մասին այդ քարոզություններ գնային, Աստծո մարգարեները, եւ տեսեք ինչ կսեն, մենք կսենք իբրև քու ծառաներդ այդ քաղաքին, Սիոն քաղաքին, ամեն մեկ քարին կապված ենք այնպես մը, նույնիսկ կապված ենք անոր փոշիին, հետաքրքրական է այդ քաղաք հասկացողությունը, որ քարերեն դարույց ունի իր մեջը, եւ այդ քարի հասկացողությունը նաեւ երբ որ դկարտանք Պետրոս Արաքալի ընթարական նամակներու մեջ, դուք կսե Աստծո դաջարն եք, եւ գնմանցնե յուրաքանչյուր հավատացյալ կսե այն մեկ քարի, որ քովի քալով գուկա եւ գգարուցե Աստծո այդ դաջարը։ Իսկ անցյալի հասկացողությունը մատնա նոր գդալարանյան հասկացողությունն է, որ Արաքյալ այս անգամ գտեսնի բոլորին մեջ այդ քարի թերագադարությունը, որ յուրաքանչյուր հավատացյալ երբ որ գգանչվի Աստծո կողմէ, գդաշվի այդ քարը, որովհետեւ զեդերվի Աստծո դաջարի այդ շենքի շինարարության մեջ իր դերը գտնելու։ Բայց 5 տակարանյան հասկացողության մեջ Սիոն քաղաքի այդ քարերը այն անցինք էին Աստծո ներկայացուցիչները, որոնք ծանոթ էին որպես մարգարեներ, որոնք ուկային խոսելու, պատկամելու, փոխանցելու Աստծո պատկամները։ Այդ քարերում մենք իսկ կապված ենք այնպիսի կապվածությամբ, որովհետև այդ մարգարեները այդ քարերը ինչ ունեին, մեզ գզեգուցեին, մեզ գարտնցնեին։ Ինչի Աստծո բնության ծրագրի մարգարեները ինչ ունեին, Աստծո խոսնակն էին, փոխանցելու Աստծո պատկամները, նաև ժողովրդի ներկայացուցիչն էին Աստծո փով, ներկայացնելու ժողովրդի դարավանքը նեղությունը, բայց միևնույն ժամանակ նաև Աստծո պատկամը, պատվերը, ահազանգը, խրադականը, հանդիմանությունը հանդեպ ժողովրդին։ Եվ հետևաբար գսե կապված ենք անոր ամեն մեկ քարին եւ գկուրկուրանք նույնիսկ անոր փոշին։ Քարը հասկացանք, բայց փոշին ովքեր են, փոշի թարցած։ Եվ ինչ է որ փոշի պիտի թարնար, մեղքին պատճառած մահը, ետ հողին դերա թարնալու, բայց նույնիսկ կուրկուրանք ունինք անոնց փոշիին, որ չլա թե այդ փոշիներն առասպարակային լան հեթանոսները, որոնք նաև իրենք թարցի արիտ ունենային,
վերադառնալու Աստծո փրկության ծրագրին։ Տեսեք ամբողջ պատկերը կներկայացնեմ մեզ, որ Աստծո փրկության ծրագիրը իր ընդհանրության մեջ ներկայացնելու ընդհանրական գարույց ունի այս փրկությունը, ոչ թե միայն հատուկ ժողովրդի մը, այլ համայն մարդկության աշխարհի բնակչության, որ Աստծո փրկության ծրագիրը գհրամսվի, որուն համար այնպիսի կապվածություն ունենք եւ այնպիսի կուրկուրանքը նույնիսկ անոր փոշին։ Բոլոր ազգերը պիտի վախտան քո անունդ Տեր, երկրի բոլոր թագավորները պիտի վախտան քո парքետ, որովհետեւ Տերը պիտի վերաշինե Սիոնը եւ իր парքովը հայտնվի, պիտի լսե անօգնական մարդոց աղոթքը եւ պիտի չանդեսե անոնց խնդրանքը։ Գաբենք բերի իմիջալով Սամոս այսպես չավարտի, Սամոսի կեսն են։ Հաջորդ մյուս երկուշաբթի օրվան շարունակությունն է, բայց այստեղ արդեն միտքն է որ կամփոփչացնե։ Առաջին դողերու մեջ որ սա դեր լսե աղոթքս, աղաչանքս, խնդրանքս, ագանջը թխոնարեցուր, բայց վերջին դողերը վստահությամբ ու կա եւ ինչ կսե, որովհետեւ Տերը պիտի վերաշինե Սիոնը, պիտի իր փառքով հայտնվի, պիտի լսե անօգնական մարդոց աղոթքը եւ պիտի կատարի անոնց խնդրանքը։ Այսինքն մի կասկածիկ, երբ որ Դավոթ է, մի կասկածիկ, երբ որ կխնդրեք, որտեղ Տերը պիտի վերաշինե Սիոնը, բայց որ պիտի վերաշինե, որ Սիոնը, անցերակորդ Սիոնը, անցերակորդ Աստծո քաղաքը, այնպես գսել Քրիստոս օրենքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներուն եւ իր աշակերտներուն։ Նախ առաջին հերթին Աստված հոգի է եւ Աստված միայն կբնակի հոգիներու մեջ եւ ոչ թե քարերեն տաճարներու մեջ։ Երկրորդ, քանթեցեք այս տաճարը եւ ես 3 օրեր պիտի շինեմ։ Ագնարգելով Սավետարանի չէ իր մարմնին։ Իսկ այն մույս տաճարը, որ ծանոթ էր որպես Աստուծո տաճար, անորամարա Տերը գսե Քրիստոս պիտի քանթվի, քարի վրա պիտի չմնա։ Իսկ անոնք որոնք խոսին երրորդ տաճարի շինության մասին, անդիկա երբևիցե կապ չունի Աստվածաշունչին հետ, որպես ճշմարիտ տաճար, որտեղ հստակորեն Պողոս Արաքյալ կներկայացնե, թուգեք այլևս Աստուծո ճշմարիտ տաճարը, որտեղ Աստված քարերեն տաճարներու մեջ չի բնակիր։ Եվ այն խոստումը, որ գսե Աստված պիտի վերաշինե Սիոնը, որպես Աստծո քաղաք, գնշային այն մարմինները, որ մեղքի պատճառով գործանունի մեջ էին, Քրիստոսի աշխարհ քարուստով, անոր խաչելությամբ, թաղմամբ ու մանավանդ վերաշինելու այս քաղաքը, որպես Աստծո քաղաք, որում մեջ բնակի աստվածությունը։ Ինչպես գսե Պողոս Արաքյալ Կորինթացիս նամակի մեջ։ Ձեր այս մարմինները գսե տաճար են Սուրբ Հոգին, երրորդության Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ուստի այնպես մը բահեցեք այս տաճարը, ուստի այնպես մրեք այս քաղաքը, որ արդեն վերաշինվեցավ, եթե Քրիստոսով, մի անեք այնպես որ այս քաղաքը բացվի։ Մի անեք այնպես որ այս քաղաքի սրբաբղծության պատճառ դառնա, չարին դեր վայր դառնա։ Այլ անգամ որ Քրիստոսով միացած եք, այդ տաճարը վերածված է հատուկ Քրիստոսի բնակության համար։ Եվ արավասիկ այստեղ տեսեք, որքանալ դարավանքն է, նեղությունն է, որքանալ իր կյանքը այդպիսին է, խոդի նման է, ծուխի նման է, ինչ որ է, բայց հուկա գալու հույսը, ինչի, հարության։ Որքանալ պիտի ունենա ինքը դարավանքը, չարշարանքը, խաչելությունը, բայց գա հույսը հարության, որ Տերը ինքը պիտի վերաշինե Սիոնը, պիտի վերականգնեցնե Սիոնը։ Եվ որ Սիոնը, Քրիստոս Սիոնը, եւ Քրիստոսով կլալիք այդ Սիոն քաղաքը, որ եկեղեցին այդ խոսքով հավատացյալներն են։ Ուստի այնպես մնենք, որ դիրոջ տված այս խոստումը իր լրումին եւ իր դադարումին հասած մեկ հանգրվանով Հիսուս Քրիստոսի ժամանակը հասած է։ Հիմա ադենն է անելու, ինչ որ պիտի անես։ Եվ ադիգա Պողոս Արաքյալը ասել, եւ երբ որ հարմար ժամանակը հասավ, Աստված վրգեց իր միածինը, որ ծնավ գնոջեմը եւ մարդացավ մեր մեջ բնակեցավ։ Հիմա գմնա երկրորդ բաժինը այդ դրված խոստումին, որում կսպասե եկեղեցին,
թիմավորելու համար իր պեսան, որ պիտի կա փառքով ամբերու վրա հասնած։ Աղոթենք։ Ով երնավորայր խոսումի համացայն, արի այնպես մը, որ այս անձերակորց տաջարները մակրես, հարդարես, բադրաստես, վերաշինես և կու բնակությանդ համար դեղերու բադրաստես։ Գաղոթենք և խնդրենք կեզ մեն, որ այս տաջարները նաև բահես ու բահբանես, գուվողորությամբ և կտությամբ, որպես այս դաջարներում մեջ կնագիս թում ամենասուպ երորդությունը։ Բահավան ամենայնի Քրիստոս, աչ կողովանի լիցի դերամեր, իդևե և իքիշերի, ինստիրիտան, իքնալի ճանաբար, իննչել և իհարնել, զիմի երբեք սասանեցայց, և ողորմյա քո արարացոց և մեզ բազմամացես։ Ամեն։